Նախքան շաբաթ օրվան կոնկրետ անդրադառնալը մի երկու խոսք ուզենամ ասել առհասարակ օրենքի մասին, պատվիրանի մասին։ Ինչ բան է պատվիրանը ու ինչի է Աստված մարդկանց պատվիրան տալիս, օրենք տալիս։ Ուրեմն երբ Աստված տալիս է հրեաներին օրենքները, ավետյաց երկիր մտնելուց առաջ, ուրեմն 40 տարի դաստիարակելով այդ անապատի փորձությունների միջով անցկացնելուց հետո Աստված հրեաներին ասում է հետևյալը. Այն պատվիրանները, որոնք այսօր ես հաղորդում եմ քեզ, ոչ դժվար են եւ ոչ էլ անմատչելի։ Դրանք ոչ երկնքում են, որ ասես մեզնից ով կելնի երկինք, որ վերցնի դրանք եւ որ լսենք եւ կատարենք։ Եվ ոչ էլ ծովի մյուս ափին, որ ասես ով պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա եւ մենք կատարենք։ Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը, քո բերանում եւ քո սրտում է, եւ քեզանից է կախված դա կատարելը։ Շատ կարևոր մի խոսք է ասում Աստված, այսինքն այն պատվիրանը, որ Աստված տալիս է ժողովրդին, ասում է, որ քեզանից հեռու չի այդ պատվիրանը, ու քեզանից դուրս չի այդ պատվիրանը։ Այն պատվիրանը, որ ես քեզ ասում եմ խոսքով, քո սրտում է դա։ Այսինքն իրականում Աստված այն օրենքները, որ մեզ տալիս է, ուշադիր նայեք 10 պատվիրանները։ Տեսեք ինչ պատվիրաններ է տալիս Աստված։ Այդ պատվիրանները մեր սրտում դրված են մեր ծննդից ի վեր։ Մարդու մեջ դրված է Աստծո ներկայությունը։ Ու եթե մենք օրենքին, պատվիրանին այսպես ենք վերաբերվում, որ այդ պատվիրանները մեր մեջ արդեն իսկ կան, այս պատվիրանները պահելը շատ հեշտ ու շատ քաղցր է լինում մեր համար։ Բայց այն ժամին, այն վայրկյանին, երբ որ մենք պատվիրանին վերաբերվում ենք որպես դրսից ինչ-որ ուժ, որ մեզ պետքա ստիպի ինչ-որ բան անենք մեզ, հա, օրենք ուղղակի, չոր օրենք, այդ պատվիրանը մեր համար շատ դժվար է պահելը։ Անգամ ատելի է դառնում մեզ համար, արհեստական ինչ-որ բան է լինում։ Բայց շատ կարևոր է, որ մենք այս խոսքը հիշենք, որ այն օրենքները, որ Աստված տալիս է մարդուն, դրանք մեր մեջ արդեն իսկ կան։ Դրանք մեր բնական վիճակն են։ Դրա համար եկեղեցու հայրերը, ովքեր խոսել են մեղքի մասին, ասել են ինչ բան է մեղքը, հետևյալ կերպ են բնորոշել, ասել են, որ մեղքը դա մարդու հակաբնական վիճակն է։ Այսինքն երբ մարդ դուրս է գալիս իր բնական վիճակից, դա արդեն իսկ մեղք է։ Պարտադիր չի ինչ-որ հատուկ գործ կատարի։ Նույն մի սպանիր պատվիրանը, մի գողացիր, մի շնացիր, քո հարևանի ունեցվածքի վրա աչք մի դիր։ Սրանք մարդ հարաբերության համար են։ Ու կա նաև սրա հորիզոնակ ուղղահայաց գիծը, մարդ-Աստված հարաբերության համար։ Երբ որ ասում է սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, երբ որ ասում է շաբաթ օրը սուրբ պահիր, երբ որ ասում է այլ աստվածներ մի ունեցիր, որովհետև ես նախանձախնդիր Աստված եմ։ Ուրեմն պատվիրանների երկու գիծ կա, ուղղահայաց, որ վերաբերվում է մարդ-Աստված հարաբերության շտկմանը, եւ հորիզոնական, որ վերաբերվում է մարդ հարաբերությանը։ Չէ՞ որ Քրիստոսին էլ երբ որ մոտենում ու ասում են Տեր, շատ պատվիրաններ կան, շատ օրենքներ կան։ Ի վերջո ինչ անենք, որ հավիտենական կյանք ունենանք։ Քրիստոս երկու բան է ասում։ Ասում է սիրեք ձեր Տեր Աստծուն ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ զորությամբ եւ ձեր ամբողջ էությամբ։ Ասում է սա առաջին պատվիրանն է ու ամենակարևորը։ Եվ երկրորդը, որ սրա նման է, ասում է սիրեք ձեր ընկերոջը ձեր անձի պես։ Սիրո օրենքը։ Պողոս առաքյալը ասում է, որ օրենքի գագաթնակետը սերն է։ Այն մարդը, որ սիրում է, երբեք մեղք չի գործի։ Եթե դու սիրում ես քո ընկերոջը, երբեք չես բամբասի, երբեք չես ատի, չես հայհոյի, ունեցվածքի վրա աչք չես դնի։ Նույնքերպ եթե դու սիրում ես Աստծուն, դու Աստծու փոխարեն ուրիշ մեկին չես դնի քո սրտի գահին։ Դու նախանձախնդիր կլինես հավատքի մեջ առ Աստված։ Ուրեմն սա
վերաբերվում էր օրենքին առհասարակ, ինչ բան է օրենքը եւ ինչպես մենք պետք է մոտենանք օրենքին։ Մեր հարաբերությունը Աստծո պատվիրանների հանդեպ։ Հա, հայտարարեցինք, որ այստեղ է, այդտեղ հարսանիք պետք է լինի, դրա համար մենք եկանք այստեղ։ Ուրեմն մա անդրադառնանք հանգստին։ Աստված հանգստի պատվիրան է տալիս։ Մի փոքր տարօրինակ է, որովհետև 10 կարևորագույն պատվիրանների մեջ Աստված ասում է ձեզ հատկացված հանգստի օրը հանգստացեք։ Կիրակի 7-րդ օրը շաբաթ օրն էր այն ժամանակ, հիմա մեր Տիրոջ հարության օրով փոխվել է Կիրակի օրը։ Ասում է հանգստացեք։ Մի փոքր եկեք մտածենք, ինչ բան է հանգիստը։ Ինչպես ենք մենք հանգստանում ու ինչից ենք հանգստանում։ Հիմա մենք բոլորս գիտենք, թերևս ինչ է հանգիստը արտաքինից, այդպես է թվում։ Երբ որ մեզ տալիս են հանգստի օր, չէ՞, մենք եթե աշխատում ենք, եթե սովորում ենք, մի օր գոնե կամ 2 օր շաբաթվա մեջ ունենք հանգստի օրեր։ Եվ մենք եթե սիստեմատիկ աշխատանքի ենք գնում, այդ մի օրը չենք գնում աշխատանքի, չէ՞։ Եթե սովորում ենք համալսարանում, դպրոցում, այդ մի օրը կամ 2 օրը չենք գնում եւ դա համարում ենք, որ հանգստի օր էր։ Այսինքն ոչինչ չենք անում եւ համարում ենք, որ սա հանգիստ էր մեզ։ Բայց միթե Աստված իր բարձունքներից նման պարզ հասարակ մի պատվիրան կտար իր ժողովրդին։ Կասեր հանգստի օրը հանգստացեք։ Սա նույնն է, նմանատիպ մի բան է, ոնց որ մարդուն ասես, երբ որ հոգնում ես, պետք է քնես, երբ որ հանգստանում ես, պետք է արթնանաս, կամ պետք է շնչես եւ արտաշնչես։ Այսինքն մի բնական իրավիճակ, որ մարդը կարիք չունի, կարելի է թե ասել, որ ինչ որ դրսից պատվիրան գա իրեն։ Բայց մենք սա էլ երբեմն անտեսում ենք։ Մարդիկ կան, չէ՞, որ մանավանդ մեր օրերում, որ շաբաթը 7 օր աշխատում են։ Շաբաթը 7 օր սովորում են։ Ու այդ մարդկանց եթե մենք նայենք եւ թե մենք էլ կունենանք հարազատներ, բարեկամներ այդպիսի, որ հանգստի օր չեն տրամադրում իրենց, թե կլինի ֆինանսական առումով, թե կլինի շատ են սիրում իրենց աշխատանքը դրա համար։ Բայց մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս, 2 ամիս, մի տարի եւ մեկ էլ անախորժությունների մեջ են ընկնում այս մարդիկ։ Հիվանդություններ են ձեռք բերում, չէ՞, մարմնի ցավ, մկանների ցավ, հոդացավեր, գլխացավեր։ Եվ նույնպես, եթե մենք չենք տրամադրում մեր հանգստի օրը մեր հոգու հանգստին, նույնը կատարվում է եւ մեր հոգու հետ։ Շատերը կփաստեն, որ անգամ այն դեպքում, երբ որ մենք օր ենք տրամադրում մեր հանգստի համար, մեր ֆիզիկական մարմնի հանգստի համար, գալիս է Կիրակի օրվա երեկոյան, մենք ամբողջ Կիրակի օրը ոչինչ չենք արել եւ մեկ էլ երկուշաբթի առավոտյան արթնանում ենք, որ պիտի գնանք աշխատանքի կամ դասի, ու զգում ենք, որ հոգնած ենք։ Եվ թերևս սրանից է գալիս, որ հայտնի է, չէ՞, բոլորիս, որ մարդկանց ամենաչսիրած օրը երկուշաբթի օրն է։ Եվ աշակերտների, եւ հասուների, եւ մեծերի ամենաչսիրած օրը երկուշաբթի օրն է։ Թե սխալ ձև ենք հանգստանում, որովհետև հանգիստ այլ կերպ ենք ընկալում, հանգիստ այլ կերպ ենք երկրային կյանքում իրականացնում։ Որտեղ հենց դրա մասին էինք խոսում, որ անգամ եթե մենք այդ հանգստի օրը մեզ տրամադրում ենք, անգամ եթե մի օր մենք տրամադրում ենք ոչինչ չենք անում, կամ օրինակի համար բնության գիրք ենք գնում, կամ մեր ընկերների հետ ենք հանգստանում, գալիս է մի պահ մենք զգում ենք, որ մենք դեռ հոգնած ենք։ Մենք կատարյալ չենք հանգստացել։ Եվ սա գալիս է հենց այն փաստից, որ մենք չգիտենք, թե ինչ բան է հանգիստը։ Այ սրան է վերաբերվում Աստծո տված պատվիրաններից մեկը։ Սուրբ պահեք ձեր հանգստի օրը։ Ասել է թե հանգստացեք ձեր հանգստի օրը։ Իսկ հիմա ինչ ենք մենք
հասկանում։ Կամ լավ, ինչպես պետք է հանգստանանք այսօրը, որ մեր կյանքը կատարյալ լինի։ Ամենք այն ինչը մեր հոգին է։ Բայց ես մի խնդիր կան, արեք, ես միշտ այդ հարցը տալիս եմ։ Նայ, մենք ասում ենք, որ մենք քրիստոնյա պետություն ենք, առաջինն ենք ընդունել, չէ՞, ու մեր դիրքը աշխարհագրական շատ վտանգավոր է, չէ՞։ Մենք շրջապատված ենք թուրքերով, ամենուրեք թուրքերով։ 80 միլիոնանոց Թուրքիա, 10-11 միլիոնանոց Ադրբեջան, մուսուլմանական Ադրբեջան եղբայրներ, Հայաստան, որը ես միշտ ասել եմ, Հայաստան, որը ոսկորի պես մտել է Թուրքիայի կոկորդի մեջ ու ցանկացած ձևով իրանք ուզում են ազատվել։ Մենք պարտավոր ենք, նայ, մուսուլմանները, նույն թուրքերը, չէ, քանի անգամ են օրական աղոթում իսլամի հետ համեմատած, չէ, օրինակ ավելի շատ աստվածավախ են։ Նույնիսկ պատերազմի ժամանակ պատմել եմ, Ալլահ ակբար, Ալլահ վիլիկ, այսինքն իրականում է։ Ինչի մեր մոտ է թույլ, այ պարտությունը մեր հենց դրանից է գալի, որ մենք գալիս ենք եկեղեցի մտնում ենք, Աստված ջան, ես ուզում եմ, որ այս աշխատանքը ստացվի, Աստված ջան, ես ուզում եմ, որ ամուսնանամ, կամ այս մարդը էս ինձ ընտրի, կամ Աստված ջան, հարաբերությունը։ Այսինքն երբ դանակը ոսկորն ասում, իսկ մենակ մուսուլմանները չէ, մենակ թուրքերի մասին չի խոսքը, նույն արաբները, իրանց մոտ հավատք ավելի խորն է, իսկ մենք քրիստոնյա, այսի, մեզ խեն ամեն տեղից տեղահանում, ինչի ենք միշտ կորցնում մենք, հարց, ինչի ենք կորցնում, Ղարսը կորցրեցինք, Ղարսից ժողովուրդը անցավ գնաց Արցախ, Արցախից տեղահանվեցինք, հաջորդը Սյունիքն է, հետո Գեղարքունիքն է, բայց հետո ուր գնանք, որտեղ, ինչքան ես մի քանի օրից կանչել են, ու քաղաքական դաշտերից մեկը նախկին, գնացել եմ և ուրեմն նրանց մոտ գրադարան կար, էլի, մի հատ գիրք եմ վերցել ու ինչքան մենք վանական համալիրներ, որոնք քրիստոնեական հիմքն են։ Երկիրը ինչի համար է տրվում ազգություններին։ Աստծուց է տրվում, դա հարց չի։ Մեզ ինչի համար է այս երկիրը տրվել։ Կամ Արցախը մեզ ինչի համար տրվեց։ Եթե Աստվածաշունչը կարդանք, Աստվածաշունչի ինչ կատարվում է Աստվածաշունչում, սա հոգու պատմություն է։ Անձնապես իմ, ձեր հոգու պատմությունն է։ Երկիրը տրվում է ժողովրդին, որ այդ հողի վրա Աստված պաշտվի։ Եթե հողի վրա դադարում է Աստված պաշտվել, այդ երկիրը վերցվում է այդ ժողովրդի ձեռքից։ Ամբողջ 5 տակարանի պատմությունը, ամբողջ հրեաների պատմությունը բացեք եւ տեսեք թե ինչ է։ Հրեաները մեր թվարկության 70 թվականից մինչև 1948 թվական երկիր չեն ունեցել, պետականություն չեն ունեցել։ Ինչի համար, որտեղ Քրիստոս մարգարեացավ, ասեց դուք չճանաչեցիք ձեր խաղաղության ժամը, կգան օրեր, որ այս ամեն ինչ որ տեսնում եք ձեր ձեռքից պիտի վերցվի ու քարը քարին չպիտի մնա։ Հպարտանում էին տաճարի գեղեցկությամբ, ասում էր Քրիստոս պիտի գա ժամանակ, որ քարը քարին չպիտի մնա։ Երբ որ մենք երկրի վրա ապրում ենք, բայց մոռանում ենք Աստծուն, դրա հետևանքը այն է լինում, որ այդ երկիրը մեր ձեռքից վերցվում է ուղղակիորեն։ Նույնպես եթե եկեղեցիները դատարկվում են հավատացյալներից, քահանաներից, հոգևորականներից, մենք չպիտի զարմանանք, որ հետևաբար դրա հետևանքը պետքա լինի, որ այդ եկեղեցի կառույցն էլ մեր ձեռքից պիտի վերցվի։ Մենք շատ ենք ցավ ապրում, թե դադիվանքը կորցրեցինք, նույն Ամարասի վանքը, Շուշին, Ղազանչեցու, ինչեր կորցրեցինք մենք։ Բայց եկեք մի պահ մեզ հարց տանք։ Հիմա ես չգիտեմ ճիշտն ասած նոր-նորքի բնակչությունը թվականակով ինչքան է։ Բայց փորձենք մոտավոր հասկանալ նոր-նորքի բնակչությունից քանի տոկոսն է Կիրակի օրը եկեղեցում ներկա լինում պատարագի։ Մենք հետևաբար դրա արդեն ինչ որ կատարվում է արտաքնապես, մեզ համար դա պարզ կդառնա։ Սա ոչ թե քաղաքական խնդիր է, ոչ թե անձնային, սա հոգևոր հարց է։ Ամեն ինչի տակ, ժողովուրդ ջան, ամեն ինչի արմատը, խնդիրը փնտրեք հոգևորի մեջ։ Երբ որ մենք կորցնում ենք մեր կապը
Աստծուց, մենք պիտի մեր կյանքն էլ կորցնենք։ Ինչպես ասել է Թումանյանը, փրկությունը, եթե փրկությունը լինի հայ ժողովրդի, լինելու է ներսից, իսկ ինչու, որտեղ ներսից են փչացած։ Ներսում խնդիրներ կան, որոնք մենք չենք գիտակցում, կամ գիտակցում ենք ու պատմում ենք։ Մը հանգստին անդրադառնանք, քիչ հանգստանանք։ Աստված հանգիստ է տալիս ժողովուրդ։ Ինչի համար Աստված կարևորում է հանգստի օրը։ Որովհետև ինչպես մարդ, որ չի կարող անընդմեջ աշխատի ու մի օր գոնե իր մարմնին հանգիստ չտա, հակառակ դեպքում ֆիզիկական հիվանդություններ ձեռք կբերի։ Նույն կերպով այն մարդը, ով երբեք ու երբեք իր հոգուն ու իր մտքին հանգիստ չի տալիս, այդ մարդը պետքա հոգեպես հոգնի։ Այդ մարդը կնկատեք, որ կարող է եւ նյարդային խնդիրներ ունենա, կարող է շուտ բարկանա, վերջապես չհասկանա, թե ինքը ինչ անում, անընդհատ վազքի մեջ է։ Ներկայի ժամանակակից աշխարհում, սիրելիներ, եթե ուշադրություն դարձեք, մարդը անընդհատ վազքի մեջ է։ Մանավանդ քաղաքային կյանքում։ Եթե գյուղեր գնաք, գյուղի ժողովրդի մոտ կնկատեք, որ կյանքը ուրիշ տեմպով է ընթանում։ Գյուղի ժողովուրդը 10 մետրը, այստեղից օրինակ այնտեղ անցնում է 5 րոպեում, քաղաքի մարդը անցնում է 5 վայրկյանում։ Սրա տարբերությունը ո՞րն է, մեր կյանքի տեմպը, ռիթմը արագացել է։ Բայց մենք այդ արագության մեջ շատ գեղեցիկ բաներ չենք հասցնում նայենք։ Ոնց որ մարդը օրինակի համար գնում է մի գեղատեսիլ վար, սար է բարձրանում ու իր կողքը չի նայում, վազելով բարձրանում է։ Երբ որ հասնի իր նպատակակետին, ինքը չի հասկանա ուր էր եկել, ինչի համար էր եկել, այդ ծաղիկները չի տեսնում, այդ բնությունը չի տեսնում։ Մենք մոտավորապես այս մարդկանց ենք նման։ Երբ որ ապրում ենք մեր կյանքը վազքով, շնորհավոր եմ։ Երբ որ մեր կյանքը վազքով ենք ապրում, բայց մենք չենք հասկանում ինչի ենք ապրում։ Ու Աստված մեզ սրա կոչն է անում, ասում է հանգիստ ապրեք ձեր կյանքը։ Մի պահ կանգ առեք ուղակի ու ձեր շուրջը նայեք, թե ինչ է կատարվում։ Ձեր կյանքին նայեք։ Ու այս օրը հենց այդ օրն է, ժողովուրդ ջան, Կիրակի օրը, հանգստի օրը, շաբաթ օրը, հենց այն օրն է, որ մենք մի պահ կանգ առնենք ու մենք հիշենք, թե ով ենք մենք։ Մենք հիշենք, որ մենք, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, երկնքի քաղաքացիներ ենք։ Մենք հավերժության համար ենք։ Մի պահ բոլորս նայում ենք, չէ, հայլու մեջ։ Մի պահ ավելի խորը նայեք, ձեր աչքերին նայեք հայլու մեջ, կտեսնեք, որ ձեր աչքերի միջից մի ուրիշ էակ է ձեզ նայում։ Ու դուք հենց այդ էակն եք։ Դուք մարմին չեք։ Մենք ունենք ձեռքեր, մենք ունենք մարմին, բայց մենք մարմին չենք։ Մենք հոգի ենք, որ ունի մարմին։ Ու այդ հոգին տենչում է հանգստի։ Ու այդ հոգին տենչում է, որ իր հանգիստը գտնի Քրիստոսի մեջ, Աստծո մեջ։ Այսինքն էլի, երբ որ Աստված պատվիրան է տալիս, չի տալիս իր համար, տալիս է մեր համար։ Ու լավ, մենք հասկացանք, որ մեր հանգիստը մենք կապրենք այն ժամանակ, երբ որ մենք Աստծո մեջ գտնվենք։ Բայց ինչպես գտնվենք Աստծո մեջ։ Կատարյալ ձևով մենք հարությունից հետո կմիանանք Քրիստոսին։ Բայց մի բարի ուրախ լուր ունեմ բոլորիս հայտնելու, որ նախքան հարությունն էլ այս կյանքում մենք ունենք հնարավորությունը Քրիստոսին միանալու։ Քրիստոս ասում է. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներդ եւ բեռնավորվածներդ, եւ ես ձեզ հանգիստ կպարգևեմ»։ Եվ Քրիստոս սա չի ասում հետ հարութենական կյանքի մասին։ Քրիստոս սա ասում է հենց մեր ամեն օրվա համար։ Համբարձվելուց առաջ Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վախճանը»։ Եվ նույն խոսքը Քրիստոս կրկնում է նաև այսօր։ Այն ինչ որ մենք կարդում ենք ավետարաններում, բացի այն, որ սա պատմական իրադարձություն է, սա նաև մեր յուրաքանչյուրի հոգևոր կյանքն է ամեն օր։ Ամեն ակնթարթ։ Եվ
Մի բանի նաև կուզենամ անդրադառնալ, սիրելիներ։ Մենք պետք է համառ լինենք մեր հոգևոր կյանքում։ Շատ է պատահել, որ մենք ասում ենք, որ մենք եկեղեցում ենք գտնում հանգիստ, Աստծո մեջ ենք գտնում հանգիստ։ Բայց մենք երբեմն այդքան համառ չենք, որ այդ հանգիստը գտած տուն գնանք։ Շատ պատահում է, որ մենք գալիս ենք եկեղեցի, պատարագին մասնակցում ենք, հաղորդություն ստանում ենք, մեր աղոթքը անում ենք, մոմը վառում ենք եւ դուրս ենք գալիս, բայց հերիք է, որ մենք մեր ոտքը դուրս դնենք եկեղեցու դռնից, աշխարհը նորից մտնում է մեր մեջ։ Աշխարհի անհանգստությունները, մեր խնդիրները, մեր հոգսերը, մեր տվայտանքները նորից պարուրում են մեզ։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք համառ լինենք մեր աղոթքների մեջ։ Մինչև վստահ չլինենք, որ խոստացված խաղաղությունը, հանգստությունը հոսել է մեր երակների միջով, մենք չպիտի բաց թողնենք Քրիստոսի փեշը։ Այն կնոջ նման, չէ՞, որ հիվանդ էր 12 տարուց ի վեր եւ բազմությունը ամբողջը Քրիստոսի ետևից էր գնում եւ ինքը մյուսներին հրելով գնաց դիպավ Քրիստոսի զգեստին, Քրիստոս անգամ չիմացավ այդ մասին։ Ետևից գնաց կպավ Քրիստոսի զգեստին, բռնեց զգեստի քղանցքը եւ իր հիվանդությունը իսկույն բժշկվեց։ Եվ նույնպես մենք բաց չթողնենք Քրիստոսի զգեստը, համառ լինենք մեր աղոթքների մեջ ու ասենք Տեր, մինչև ինձ չտաս այդ խաղաղությունը, չպիտի հեռանամ քեզանից։ Անընդհատ պիտի աղոթքներով հոգնածնեմ քեզ։ Քրիստոս ասում է ամեն ժամ աղոթեք եւ մի ձանձրացեք։ Որովհետեւ չգիտեք թե երբ կտրվի ձեր աղոթածը, ձեր խնդրածը։ Շատ դեպքերում այդ երկարաձգումը մեր խնդրանքների կատարվում է մեր իսկ օգտի համար։ Որովհետեւ մեծամասնությունը երեխաներ ունեք, դաստիարակել եք եւ գիտեք, եթե երեխան մի ինչ-որ խաղալիք է ուզում եւ այդ խաղալիքը ցանկացած ուզած պահին առնում եւ տալիս եք նրան, որքան հոգատարությամբ է երեխան մոտենում այդ խաղալիքին։ Մի պահ խաղում է ու մոռանում է, անգամ կարող է ջարդել եւ չլացել է դրա համար, բայց հա, իմ փորձից ասեմ, սիրելիներ, եթե խաղալիքը ուզում եք եւ մի շաբաթից, երկու շաբաթից ավել չեք ստանում եւ երրորդ շաբաթը երբ համընկնում է ձեր ծննդյան օրվան, այսինքն ձեր ծնողները պատրաստել են այդ անակնկալը ձեր համար, այդ խաղալիքը դուք ստանում եք, երեխաները ստանում են, ձեր համար ցնծություն է լինում դա։ Եվ այդ խաղալիքը դուք ձեր աչքի լույսի պես եք պահում։ Այդ իմ օրինակով գնդակը անգամ բակ չեք իջացնում, որ չփոշոտվի հանկարծ։ Հա, հիմա չէ, փոքր ժամանակ է նվիրել։ Այսինքն այն ցանկությունը, որ մենք հայտնում ենք Աստծուն, բայց մեկ նաև այդ ցանկությունը կորում է, գիտես, չէ՞, պատաբար sense զարմանում ես ասում, վայ, ես է ուզում, ու Աստված դա չի տալի։ ուրեմն պետք, եթե կորում է, ուրեմն պետք չէր։ Անցնում է ժամանակ, ու դու փառք ես տալիս Աստծուն, որ չի եկել դա կողքին։ Իրոք պետք է չէ, դա քեզ պետք է չէ։ Դրա համար յուրաքանչյուր աղոթքի մեջ մենք պետք է այդ խորագիտությունը ունենանք, որ Աստծուց խնդրենք, ասենք, մեր աղոթքը մենք անենք Աստծուն, վերջում ասենք Տեր, մենք մեր հնազանդությունն ենք քեզ հայտնում, ինչպես որ կամենում ես, թող այդպես լինի։ Այդպիսի խոսքել կա անգամ կատակ, մի մարդ իր աղոթքը անում ասում է Տեր, թող քո կամքը լինի, բայց թող քո կամքը սա լինի։ Այսինքն ամեն դեպքում ասում է, բայց թող սա լինի, քո կամքը այսպես չլինի։ Մեր խնդրանքը իրոք Աստծուն ամենայն հնազանդությամբ լինի։ Ու ոչ թե մենք ստիպված սա ասենք, ոչ թե ասենք դե դու մեծ ես, Տեր, քո կամքը, սենց քո կամքն է լինելու, ու մենք ստիպված ենթարկվենք Աստծուն։ Աստված չի ուզում, որ մենք ստիպված ենթարկվենք իրեն։ Եթե ուզենար սա Աստված, վստահաբար Եվայի ձեռքը կբռներ եւ պտուղը չէր քաղի Եվան։ Աստված ուզում է, որ մենք հնազանդությամբ իր կամքը կատարենք։ Դրա համար սրբերը, եկեղեցու սրբերը հեռանում են աշխարհից եւ ասում են Տեր, դու մեզ ազատ կամք ես տվել, բայց ես գիտակցում եմ, որ իմ ազատ կամքը ինձ կարող է տանի ինչ որտեղ սայթակման։ Դրա համար ես իմ ազատ կամքը, իմ ազատ կամքով զոհաբերում եմ քեզ։ Դու կատարի քո կամքը իմ վրա այնպես, ինչպես կամենում ես։ Թող ես քո
որդին լինեմ, քո զավակը լինեմ ու երբեք քեզանից չհեռանամ։ Այսա դառնում է արդեն ճշմարիտ ուղի, ճշմարիտ վարք։ Եվ հանգիստը մենք գտնում ենք հենց այս ժամանակ։ Իհարկե բնության գրկում ենք մենք հանգիստ գտնում։ Շատ մարդիկ հենց այդպես էլ իրենց հանգիստը անցկացնում են, չէ՞, երբ որ հանգստի օրեր են ունենում, շաբաթ կիրակի, գնում են քաղաքից դուրս, բնության գիրկ, ուխտավայրեր, բայց եթե սա ուղեկցվում է միայն ֆիզիկական հանգստով, այո, բնությունը իզորու է մեզ ֆիզիկական հանգիստ տալու։ Աշխարհից կտրվելը իզորու է մեզ ֆիզիկապես հանգստացնելու։ Բայց երբ որ մենք վերադառնանք աշխարհ, այդ հանգիստը որքան մեզ կպահի։ Մենք պետք է այնպիսի հանգստի ձգտենք, որ այդ հանգիստը մեզ բավականացնի գոնե թե մինչև հաջորդ կիրակի։ Որ մենք սպառված ներկայանանք Աստծուն ու ասենք. Տեր, մեզ մի շաբաթվա համար տվեցիր էներգիա, խնդրում եմ, կրկնապատկիր այդ կարողությունը։ Ուրեմն մենք հանգիստ գտնում ենք Քրիստոսի մեջ։ Ու դրա համար հին կտակարանում անընդհատ ուղեկցվում է այս գաղափարը, որ սուրբ պահեք ձեր շաբաթ օրը, որովհետև մարդը սրա կարիքն ունի։ Մարդը կարող է ամեն ինչից առատորեն օգտվել, հագենալ, բայց իր հոգու, իր մտքի հանգիստը չգտնել եւ սպառված մարդ լինել ուղակի։ Ձեր շրջապատում հիմա էլ երբ որ դուրս գաք եւ փողոցում քայլեք, ուշադիր նայեք մարդկանց, ես միշտ գրեթե ամեն զրույցի ժամանակ կրկնում եմ, ուշադիր մարդկանց հայացքին նայեք։ Նոր են, չէ, առավոտ են, նոր են արթնացել, բայց արդեն հոգնած են։ 5 օր էլ քնեն, միևնույնն է հոգնած են լինելու, որովհետեւ Օգոստինոս Երանելին հիասքանչ խոսք ունի, սա էլ ասեմ ու ընդհանրացնենք։ Ասում է. Տեր, դու մեզ ստեղծեցիր քո համար եւ մեր հոգին հանգիստ չունի, մինչեւ այդ հանգիստը չգտնի քո մեջ։ Աշխարհով էլ մենք ման գանք հանգիստ չեն գտնի, եթե Աստծո մեջ չփնտրենք այդ հանգիստը։ Իսկ Քրիստոս ասում է. խնդրեք եւ պիտի տրվի ձեզ։ Փնտրեք եւ պիտի գտնեք։ Բախեք եւ պիտի բացվի ձեզ համար։ Ուրեմն համառությամբ խնդրենք Աստծուց եւ հիմա երբ որ հեռանում ենք այստեղից, կարծում եմ մի փոքր հանգիստ գտած, այդ հանգիստը փոխանցենք նաեւ մեր հարազատներին, մեր բարեկամներին։ Քրիստոս եկավ, որ մենք կյանք ունենանք եւ առավել եւս ունենանք։ Մենք այստեղ հիմա փոքրամասնություն ենք, բայց Քրիստոս ասում է երկնքի արքայությունը նման է մի փոքր սերմի, որ ընկնելով հողի մեջ աճում է եւ դառնում է մի հսկայական ծառ, եւ թռչունները գալիս ու հանգստանում են այդ ծառի վրա։ Նման է մի թթխմորի, որ մի կին վերցնելով դնում է 3 չափ ալյուրի մեջ եւ օրեր հետո ամբողջ ալյուրը թթխմորվում է։ Իմացեք, որ դուք հենց այդ թթխմորն եք, սիրելիներ, գնացեք եւ խմորեք ողջ աշխարհը։ Քրիստոս ասում է դուք եք աշխարհի լույսը։ Տեսեք Քրիստոս ինչ համեմատություն է տանում իր եւ մեր միջև։ Հովհաննեսի ավետարանում Քրիստոս ասում է ես եմ աշխարհի լույսը, Մատթեոսի ավետարանում Քրիստոս նույնությամբ ասում է դուք եք աշխարհի լույսը։ Եվ ասում է մի ճրագ, որ տան մեջ է, սեղանի տակ չի դրվում, չէ՞, այլ դրվում է մի բարձր տեղ աշտանակի վրա, որ ամբողջ տարածքը լուսավորի։ Հիմա որքանով ճիշտ կլինի, որ մենք այս լույսը վերցնենք եւ միայն մեր մեջ պահենք։ Փառք Աստծո, որ լուսավորվել ենք։ Ուրեմն գնանք եւ լուսավորենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, անգամ այն մարդկանց, ովքեր որ ծանոթ չեն մեզ։ Հին ժամանակների նման, առաքելական շրջանի նման, առաքյալները միթե միայն իրենց ընկերներին էին քարոզում։ Եթե ամաչում ենք անգամ անծանոթ մարդուն մոտենալ եւ Քրիստոսի մասին վկայել, մեր արարքները թող պատմեն Քրիստոսի մասին։ Քրիստոս ասում է, եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն։ Ուրեմն մեր վարքը, մեր կյանքը թող կենթանի քարոզ դառնա։ Եթե լռենք, մեր վարքով կենթանի քարոզ լինենք յուրաքանչյուր մարդու համար։ Եվ ամեն տեղ տանը, դրսում, աշխատանքում, փողոցում, տրանսպորտում կենթանի քարոզ լինենք Քրիստոսի համար։
Եվ Քրիստոս ասում է, եթե մի հոգու կարողանաք իր սխալ ճանապարհից դարձի բերել դեպի ճշմարիտ ուղի, ձեր բազում անթիվ մեղքերը կներվեն։ Սա առաքյալն է ասում։ Ուրեմն, եթե հարցեր կան, կարող եք տալ կամ կարող եք վերջում մոտենալ, իմանանք, որ մեր հանգիստը Քրիստոսի մեջ է եւ ձգտողը լինենք այդ հանգստի։ Ամեն ինչից առավել այդ հանգիստը մեր համար գտնենք, Քրիստոսին դնենք մեր սրտի կենտրոնում եւ մնացած բոլոր գործերը, բոլոր իրողությունները կդասակարգվեն ըստ պատշաճի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, մեր Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը բոլորիս հետ լինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն